Բարև, հայ, այսօր հուլիս 28, 26 թիվ, էլի մի քանի բանից եմ խոսալու, ու սենց թռուցի կանցնելու եմ ամեն ինչի միջով, նախ առաջնահերթ ուզում եմ հասկանամ կույսակրոններ ընդդիմադիր, այդ որ ընտրություններից առաջ տեն սաղըտ գորգռում էիք, բացականչում էիք, խոսում էիք Արցախ, հարմարվեցիք, հարմար նստացեք, տակուկ ամեն մեկը ձեր տեղերում նստացեք, սիրուն, արդեն հարմարվել եք, 14-15 կուսակցությունը հանդես էր գալի, ձեն էր մուրում, ժողովրդից Արցախի անունը շահարկելով, որպես կոզր խաղաքարդ, որ ժողովուրդը ձեզի ձեն տան, այդ ուր եք կորե արա, մորցակ Արցախը, հարմարվակ նստակ սաղըտ, հա, սենց առանց ձեն հանելու, առանց մի բանի մասին խոսալու, առանց շարժվելու, առանց գործողություններ անելու, հարմարվակ, կուտը տվիք ժողովրդին, կամ փողը բաժնեցիք ժողովրդին, մի սենց վեր եք ընգե տեղները, ձենները դուշ չի գալ, շահարկիք, խաղաքարդ որպես, յանի Արցախի համար բաներ պտի անեք, եսեր պտի անեք, եսի միջեր պտի անեք, չեմ ջոգում, սաղըտ հարմարվել եք, մեջներիցը մենակ ես չեմ հարմարվում, ասեք այդ ձևը հարմարվելու, ես էլ հարմարվեմ էլի։ Արցախցիներ, ձեզ ինչ եղավ, դուք եք լռե, 130,000 արցախցի Հայաստանում է գտնվում, ձեները դուշ չի գալի, ինչ եք լռվե, ինչի ոչ մի գործողություն չեք անում, ումից եք վախում։ Արա սաղ կուսակցականներին, հիմա որ նայում եմ այդ ընդդիմադիր կուսակցականներին, որ խոսում են, քիչ ամնում, ասենք, զենք, զինամթերք, հավաքեմ այդամ կանգնեմ կողքները, ասեմ, արա մեռնեմ ձեր ջանին, ես դուք ես ինչ լավ եք խոսում, արա բայց մենակ խոսում եք դուք, Անեցեք քաքետակները տրա հոտը միջև Ամերիկա գալիս է նատորի։ Որ դուք չկա կարա այդքան խիք ելնում մեջտեղ արա ժողովրդին պարակտում եք կես ձեները գողանում եք, հետո վեր եք ընկնում տեղներդ ու ոչ մեկի ձենը դուշ չի գալի։ Թե ուրիշ տարբերակ եք ընտրե, ասենք, կաշառքներ բաժանելով ավելի մեծ արդեն ցուցադրական կաշառքներ, տրակտոր առնենք, ես իմ կամազ առնենք, ես իմ ինչ առնենք, սկսել եք արդեն այտենց ափր-ծփր, ասենք, բաներ նկարել, որ ասենք, բայց Արցախը մոռացաք, հարմարվակ նստակ տեղներդ, սովորցրեք ես էլ հարմարվեմ, ես էլ եմ ուզում ձեր նման ապրեմ, հարմարվեմ ուղեղը սանջտեմ, ու ասենք նստեմ, ոչ մտածեմ, ոչ դնեմ, ոչ վեկալեմ։ Կռվող տղերք, ձեզ է խոսքս վերաբերվում, դուք ընկերներ չեք կորցրել, ձեր ընկերները չեն զոհվել պատերազմի դաշտում։ Ամեն մեկը խոսալուց անես բաներ կպատմեք, մարդը ինֆարկտ կստանա, մարդու գլուխը կտրակի։ Հերոս տղերք եք սաղըտ։ Բայց դուք էլ եք հարմարվել։ Փաստորեն հարմարվել եք, ոչ մի բան չեք ձեռնարկում։ Դուք էլ եք վախկոտ, արա թուրքից չեք վախում, եկել եք Հայաստան մի հատ փաշողլուց վախում եք, դուք չեմ ջոգում։ Մուսորներից վախում եք, դուք արա մլիցեկից վախում եք, արա թուրքը զենքը դեմ արդեմ կռվել եք Թուրքի հետ, ընկեր, այսօր եկել եք մուսորներից վախում եք։ Ինչի ոչ մի բան չեք ձեռնարկում։ Տակ հա տեղներդ, չեմ ջոգում։
Կույսակցություններ։ Դուք կույսակցություն չեք, կույսակցություն եք։ Ուր եք արա։ Մենակ ընտրությունից ընտրություն եք լպտում։ Բա հելեք մի բան արեք արա։ Երկիրը այդումա լրի վարի է այդում արդեն այնա զանգում եք խնդրվում եք ռուսը ասում է գիտեք ինչ կա գնացեք ու այսպես ասած Բա չեք մտածում որ ասենք գալու է ասենց բանա դայաղ լնելու հաստ որ սաղդ եք վարի է թալու բիզնեսմեններով մինչև կույսակրոնները կույսակցությունները ու չկաք ոչ մեկի ձենը դուշ չի գալի Իշքան բլոգեր կա սաղ հայրենասեր են դարը արա Բլոգերներին լսում ես, ասենք սաղ հայրենասեր են, մեկը չկա դրանց հարց տա, դու քո հայրենա, տենց հայրենասեր, որ հայրենասիրություն ես քարոզանում, դու պատրաստ ես գնաս Հայաստան, պատրաստ ես գնաս Հայաստան զենք վեկալ ես ձեռդ, որ հայրենասիրությունից եք խոսում, ինչ հայրենասեր, արա, դուք հայրենասեր չեք, դուք լայքերով ու բաներով, կոմենտներով ապրող մարդիկ եք, ընգեր, Ձեր հայրենասիրությունը կոմենտների մեջ սահմանափակվում է, վերջացավ, գրեք, ջնջեք, մեկըդ մեկի վրա հելնեք, իջնեք մեկըդ մեկի վրից, ուրիշ բան չունեք դուք ասելու, մենակ խոսակ, բայց պատրաստ եք քայլեր ձեռնարկեք, չէ, մենակ խոսակ, ում հաշվին եք խոսում, իմ նման տղերքի հաշվին եք խոսում, Են աննորմալ ազգային են, որ ասենք բացի հայրենիքից ուրիշ բան չկա սրտներում, ասենք այդ տղերքի հաշվին եք խոսում, բայց դուք չեք ելնելու մեջտեղը, չէ, բախեք խոսում, եթե չեք ելնելու, հա, բանա, լայք ու կոմենտ հավաքելու ձև է դա, ձեր լայքերն ու կոմենտներ, որ պակսում է, մի օր հանգարց մի հատ կոմենտ պակաս եք ստանում, սրտներդ նեղվում է, ասում եք, վայ, այսօր օրը չստացվավ, Եկա մարդ եք արա խելքներդ գլուխներդ հավաքեք Եթե գործողություն պետք է անեք, ուրեմն գործողություն արեք, եթե չեք անելու, ուրեմն մի խանգարեք, կամ անենց մարդկանց կողքը կանեք, որ կարողանաք առաջ տանեք այդ մարդկանց խոսքը փոխանցեք Ոչ թե վեկալում եք ինչ-որ մեկի մասին խոսում եք, այս մարդը էսենց ասեց, այդ մարդը անձամբ այդ մարդիկ, ովքեր որ ասենք մեկի այդ բլոգերներին է մեծ մասամբ վերաբերվում, մեկը մեկի խոսքը որ տենց հելնում եք, գովաբանում եք, դրանք ոչ մեկ գործողություն անողներ չեն, դրանք ոչ մեկ գործողություն անող չեն, դրանք զենք բռնող չեն, դրանք կռի վեթացող չեն, դրանք վերջի վարիանտ կոֆե խմող ու սենց նստելու են բան անեն, կոմենտներ կարդան, կոմենտներ ջրջեն, լայքերի հաշվին ապրեն իրանց կյանքը ու վերջանալու է կտենց Տղերք, նյուժելի Հայաստանում բնակվող կռված տղերք, նյուժելի ասենք այս աստիճան վախ կա ձեր մեջ, որ դուք չեք կարում համախմբեք Ես ուղակի ապշած եմ, որ մինչև այսօր ոչ մի գործողություն չեք անում, ոչ մի գործողություն չեք ձեռնարկում Ախպեր, ձեռնակեք, ասեք, ես էլ ձեր հետ միասին կանգնած եմ 24 ժամ Այսօր քսիֆը ուղարկեք, վաղը ձեր մոտ եմ, ձեր հետ եմ Ձեր կողքն եմ Իրար թևուտիկունք պետք է լինենք Նստել եք մի հանքի մեկըդ մեկի բամբասում, կոմենտ, լայք ու վсё, ուրիշ բանի մասին Արցախը մոռացաք, հարմարվակ նստել եք աթոռներին, ոչ խոսում եք, ոչ դնում եք, ոչ վեկալում եք, սրա եսի մինչը, նրա եսի մինչը, փաշողլին ոնց ուզում սաղիթ կզցնում, ձեն չեք անում, արա Այդ տղերքն եք եղել դուք թուրքի դեմ կանգնած տղերք եք եղել ու մի հատ ասենք բաշու բոզուկ ոչ հայ, ասենք այսօր սաղիթ վախի մեջ, վախի մտնոլորտում պահում, արա,
Բայց դուք այն տղեկն եք եղել առուծի պես որ թուրքի դեմ ընկեր չեք կզե արա չեք կզե դուք հասկանում եք ինչ եկա դուք չեք կզե թուրքի դեմ դուք հելել եք դոշները գլուխները այն կոտոշները ծրած գնացել եք առաջ որպեսի թուրքը մեր սահմանը չհատի դուք այսօր սաղդ նստած տունը հարմարվել եք մի հատ բոզի վաստակի որ ասենք տվյալ մարդը ասենք իրանից ոչ մի բան չի ներկայացնում ու իր այդ բաշ ու բոզուկները ովքեր որ իր կողքը շարված են դրանք ոչ մեկ ոչ մի բան չեն ներկայացնում իրանցից ձեր նման տղերքի մոտ ոչ մի բան չեն ներկայացնում իրանցից ինչ եք անում ուր եք տանում երգիրը տղերք խելքի եկեք վաղը ուշ ալնելու Վաղը ուշ ալնելու, մյուս օրը ավելի ուշ ալնելու։ Դուք ես ամեն ինչ երեք պետք է անեք, ես էլ ձեր հետ։ Բայց դուք ձեն չեք անում, մեռյալ ժամը ամբողջ Հայաստանում։ Ումից եք վախում, արա, հələ մի հատ դուք ձեզ նայեք, ապեր, դուք ինչի մեջով եք անցե։ Ու այսօր ումից եք վախում, ընկեր։ Ինչից եք վախում։ Վախենալու բան լինի, որ վախենակ։ Համախմբվեք, պետք է համախմբվենք, տղերք։ Պետք է ոտի հելնենք, տղերք։ Բոլորիդ հացը կտրվելու է, իսկ էդի ձեզի ստիպելու է հայրենիքը դատարկվի, որովհետև դուք արդեն պետք է հացի համար դուրս գաք Երևանից, Հայաստանից պետք է դուրս գաք ու կարողանաք հաց աշխատեք, ընկեր, որովհետև սաղիդ հացը կտրում է բոզի տղեն, չեք ջոգում, որ սաղն են անում, որ սաղը, ասենք վարի է թակ, ընկեր, ում եք սպասում։ Ատենց վախկոտ եք եղել, ատենց վախկոտ ոնց եք թուրքի դեմ կանգնե, ախպեր։ Ատենց վախկոտ ոնց եք դուք թուրքի հետ կռվե, ես զարմանում եմ, ընկեր։ Այսօր ամեն մեկը, որ թուրքը հելի դեմներդ, 10 թուրք կուտեք, ընկեր, ով չեք անի։ Մի քանի հատ բաշ ու բոզուկ չեք կարում դուք այդ երկրի մեջ ասենք դրանց հարցերը լուծեք։ Ես էլ ձեր հետ ասեք օր ու ժամ, ես էլ պատրաստ եմ ձեր հետ, դուք չեք կարում, այդ պոռնկացին, այդ պոռնիկից ծնված, այդ, չգիտեմ, այդ բարեր չեմ գտնում ասեմ, ես պրոստը կուլտուրականի մեջ եմ ուզում խոստամ, այդ, ասենք, այդ բարերը, մի քիչ ասենք, դարելա Հայաստանում, ասենք, սովորական բարեր, էլի։ Լավ, այսքան հարմարվել, ինչին հարմարվել, որ ձեզ բոլորիդ նսեմացնեն, արա հմի ռեստորանում նստած ըլնեք, երկու բաժակ խմած ըլնեք, մի հատ հայ, մեկը մի բան ասի, կհելնեք կոկորտը կփրթեք, առանց հարցնելու, որ էդի հայ է, առանց ուշադրություն դարձնելու, որ էդի դիմացինդ հայ է, կարաս ներողամիտ լինես, բայց այսօր բաշ ու բոզուկները, թրքամոլները, ձեզ սաղի կզը ծրած պահում են, ոչ մեկի ձենը դուշ չի գալի։ Իշքան, ուր, ոնց, այսօր մենակ մեր հայրենիքի մասին պետք է մտածենք, ուրիշ բան չունենք մտածելու։ Հելել եք հայրենասիրությունից եք խոսում արա, ուրա ձեր հայրենասիրությունը, ուրա ձեր սերը դեպի հայրենիք, արա հայրենիքը հելի եմ կրկնում, թև, ոտ, ուղեղ, եթե իհարկե տենցը կա, չունի, որ ինքը իրան հելնի պահի, ինքը իր համար կռվի, ինքը իր համար պայքարի, չունի, այդ ամեն ինչը Աստված մեզ ա տվել, որ մենք կռվենք, մենք պահենք, մենք պայքարենք,
Բայց ուր եք դուք։ Տվիք բրծակ, հա, պատերազմի դաշտին գոչում, գոռում եք ախպեր, էսի մեր կռիվը չի, զենք չկա, փախակ եկակ դարակ սաղդ հերոսներ։ Ինչ ա լինելու ձեր վերջը, ես ուզում եմ հասկանամ, ինչ ա լինելու ձեր վերջը։ Հավատացեք, որ այդ թրքամոլները այնքան շատ են Նիկոլին, ովքեր որ ընտրել են Փաշօղլուն, որ ձենա տվել։ Դրանք կռվող չեն, դրանք կռվող տեսակ չեն։ Դրանք բանսարկուներ են, ովքեր որ իրանց մի փոր հացի համար ամեն օր կարան ուրանան հայոց կրոնը, հայոց հայրենիքը, հայ ազգը։ Դրանք ուրացողներ են։ Մարդիկ Նիկոլին ընտրող, Փաշօղլուն ընտրողները իրանց երեխեքին են ուրացել։ Իրանց երեխեքին, ովքեր որ իրանց երեխեքին դրել են գերեզման, այդ երեխեքին ուրացել են Նիկոլեն էլի ընտրում, որովհետև Նիկոլը իրանց փողերը տալիս է, նրանք էլ ուտում են ու վсё, մեռած մեռավ։ Այդ երեխեն ինչի իմանա մեռե, խիա մեռե, ինչ ապրումներ ա ունեցել կռվի դաշտում զենքը ձեռը, ինչի մասին ա մտածել, փորի մասին չէ, ձեր նմանների մասին ա մտածել, որ երկիրը պահի, որ հանգարց թուրքը չգա մտնի, իրա քրերին, իրանց մերերին մորթի։ Իսկ այդ տղերքի ծնողները ուրացել են իրանց երեխեքին։ Փաշօղլուց 10 միլիոն դրամ վերցնելով չհաշված մեդալների, շքանշանների համար ամեն ամիս 50,000 կամ 100,000 դրամ փող ստանալով ձայները կտրեն նստել են։ Դուք ուր եք նստե, դուք խի եք նստե։ Անձամբ դուք խի եք նստած, այն տղերքը, ովքեր որ սահմանում էին, թե առաջի պատերազմին, թե վերջի պատերազմին։ Թե այն տղերքը, ովքեր որ մեռան, նրանք կյանքը չէին սիրում։ Թե այն տղերքը առաջի պատերազմին, ովքեր որ զոհվեցին, նրանք կյանքը չէին սիրում, նրանց հետևից մարդ չկար նայող, նրանց հետևից մեր չկար նայող, նրանց հետևից երեխա չկար նայող, վիզը ծուռ, ծնողին սպասելով, չկար, կար, բայց այդ տղերքը զոհվան, որ ձեր նմանները ապրեն։ Չիմանալով, որ ձեր նմանները սաղ բաշ ու բոզուկ են արդեն դառնում, կամանց, հարմարվել, ինչին հարմարվել, հարմարվել եք, կամ էլ դուք իրոք վախկոտ եք եղել, որ չեք շարժվում, ես չեմ կարում հարմարվեմ, սովորացրեք ես էլ հարմարվեմ, ձև սովորացրեք, ես էլ հարմարվեմ։ Նես չի, որ անտեր եմ, ընտանիք չունեմ, շատ սիրուն ընտանիք ունեմ, կին ունեմ, 2 հատ երեխա ունեմ, ծնող ունեմ, բայց չեմ կարում հարմարվեմ, ինձի հայրենիք սա պետք, Արցախը սա պետք, Արցախցի չեմ, բայց ամենաուժեղ Արցախի համար ամենաուժեղ ձևի պայքարող եմ։ Տանում եք ձեզ կործանման, չգիտեմ։ Երեք մեկ այսօր երկու բլոգերները դարել են հայրենասեր են խաղում։ Հայրենասեր ու հայրենասեր, բայց որ տեղը գա հարցնի ասես արի եթե մենք կռվելու կասի, խոմ դու գիժ չես արա, ինչի իմ արետ համ կռվեմ։ Մի խոսքով խելքի եկեք, քանի դեռ ուշ չի, համախմբվել ա պետք, շատ ենք ուշանում, շատ ենք ուշացել,
Ու ինձ մի ասեք հարմարվի։ Ես չեմ հարմարվելու։ Էդ իմը չի։ Այսքանով ուզում եմ խոսքս վերջացնեմ։ Ովքեր որ իմ խոսքի հետ համաձայն են, թո տարածեն, չնայած դուք ու տարածելն ուր։ Որովհետև ձեզ ձեռ չի տալի, որ ազգայնական գժի ելույթը ձեր էջերի վրա լինի։ Ձեռ չի տալի ոչ մեկիդ։ Աստված թող պահի պահպանի իմ երկիրը, նա իրան, իմ հայրենիքը, իմ Հայաստան աշխարհը, իմ Արցախը։ Ու թող այս լուր նստածների սրտով էլ Աստված իրանց տա։ Փաշողլին ձեզ քիչ է անում։ Փաշողլին իր այդ թրքերի, այդ թրքամոլների հետ, ովքեր որ այդ իր կառավարությունն են, ձեզ քիչ են անում։ Ու ձեր այդ ընդդիմադիր կույսակրոնականները, ոչ թե կուսակցականները, կույսակրոնականները, քաքլան, հոտավետ, բուրմունքալից, էլ եմ ասում, նենց են ցռևրեկները մինչև Ամերիկա հոտը բռնելա։ Դրանք միշտ են այտենց եղել, մեր հաշվին առաջ գնացող, մեր հաշվին աթոռվեկալող։ Ազգայնական տղերքի, կռվող տղերքի հաշվին պաշտոն ու փող գրփել չրփելով, բոլորդ էլ նույնն եք, բոլորդ։ Աստված թող պահի պահպանի իմ երկիրը։